Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մենք հիմա գտնվում ենք Դիլիջանում, այստեղ է գտնվում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, այն հիմնադրամ է, որը անց է կացնում հանրակրթական դպրոցի սովորական ծրագիր, որը նախատեսված է ավագ դպրոցի համար, այստեղ մեր սաները հնարավորություն ունեն ստանալ բարձրակարգ կրթություն եւ բացի հանրակրթական ծրագրից մենք այստեղ նրանց սովորեցնում ենք, դասավանդում ենք 9 ռազմագիտական այլ առարկաներ, որը անհրաժեշտ է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվելու համար։ Այսինքն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նպատակ ունի կերտել անձինք, ովքեր կդառնան վաղվա մեր սպաները։ Իհարկե, դասավանդվող առարկաներից զատ մենք ունենք լայն հնարավորություններ մեր սաների համար, մասնավորապես սպորտային տարբեր ծրագրեր, խմբակներ, այստեղ կարող են ուսմանը զուգահեռ մասնագիտանալ ձյուդոյի, սամբոյի, ըմբշամարտի, բոքսի, լողի, հեծանվավազքի եւ տարբեր սպորտային մարզաձևերի, որը ամենօրյա ռեժիմով նրանց համար հնարավորություն է ընձեռվում։ Մեր խմբակների շրջանակներում հնարավոր է այստեղ սովորել ազգային պար, երգ, երաժշտություն։ Սա գեղագիտական եւ մշակութային զարգացման տեսանկյունից շատ կարեւոր է մեզ համար։ Մարզական եւ սպորտային խմբակներից զատ մենք ունենք նաեւ լեզվի խմբակները եւ դասավանդվող մշտական առարկաներից զատ, օրինակ ռուսերենից եւ անգլերենից զատ մեր սաները հնարավորություն ունեն սովորել իտալերեն, հունարեն, թուրքերեն, ֆրանսերեն։ Այս առարկաները կարծում եմ շատ կարևոր են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խրախուսում ենք, որ մեր սաները արտերկրում սովորելու հնարավորություն ստանան։ Այսինքն մենք այստեղ ստեղծում ենք բազա մեր վաղվա կուրսանտների համար, որ նրանք կարողանան փոխանակման տարբեր ծրագրերով, մեր ընձեռած հնարավորություններով սովորել աշխարհի տարբեր ռազմական բուհերում։ Աշակերտները այստեղ ապրում են մշտական հիմունքներով։ Մենք ունենք աղջիկների եւ տղաների համար առանձնացված հարկաբաժիններ, կենցաղային բոլոր պայմաններով հագեցված են։ Ուսման համար կան շատ կարևոր պայմաններ, մասնավորապես մեր լսարանները հագեցված են էլեկտրոնային գրատախտակներով, համապատասխան ուսումնամեթոդական բազայով, այստեղ գործում է Արմադ լաբորատորիա, մենք ունենք կահավորված լսարաններ ԱԹՍ մասնագետների պատրաստման, այսինքն այստեղ կան բոլոր այն հնարավորությունները, որը մեզ ապահովելու է ամրակազմ, պատրաստված եւ գիտակից սպաների նոր փաղանգի ձևավորում։ Վարժարանում կան նաև հագեցված լսարաններ, տարբեր տեսակի վարժասարքերով, որոնք նպաստում են, որպեսզի մեր սաները հմտանան ռազմագիտական տարբեր մասնագիտություններ։ Իհարկե, մենք շահագրգիռ ենք, որ ավելի շատ պատանիներ հետաքրքրվեն եւ ավելի շատ ծնողներ ուզենան, որ իրենց զավակները դառնան զինվորական եւ այստեղ մրցակցությունը էական նշանակություն ունի։ Այստեղ գործում են տարբեր խրախուսական մեթոդներ, մասնավորապես ամեն շաբաթյա ռեժիմով խրախուսվում են ամենալավ սովորող աշակերտները։ Էական դերակատարում ունի կրթաթոշակի միջոցով խրախուսումը։ Մեր վերջին փոփոխությունների արդյունքում այստեղ բազային կրթաթոշակը 15000 դրամ է, բայց միջին առաջադիմություն ունեցող սանը կարող է ստանալ 30000, գերազանց առաջադիմություն ունեցող սանը մինչև 45000 դրամ։ Սա կարծում եմ 10-ից 12-րդ դասարանի աշակերտի սանի համար էական խրախուսում է եւ կարեւոր է նաեւ, որ այդ գումարները կուտակվում են հետագայում արձակուրդի ընթացքում նրանք կարողանում են դա օգտագործել իրենց ընտանիքի անդամների եւ ծնողների վերահսկողությամբ։ Շատ կարևոր է նշել, որ մեր բարեփոխումների եւ կատարած աշխատանքի արդյունքում 2018-19 ուստ տարվա նկատմամբ 2025-26 ուստ տարում աշակերտների թիվը ավելացել է 53.3%-ով։
Այստեղ մենք աշակերտներին տրամադրում ենք 3 անգամյա սնունդ, ինչպես նաև արգելված են այնպիսի սննդի տեսակներ, ինչպիսիք են օրինակ էներգետիկ ըմպելիքները եւ արգելված սննդային հավելումները։ Մեր խնդիրն է ապահովել առողջ եւ ամրակազմ սերունդ։ Ես ուզում եմ նաև տեղեկացնել, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մեր սաները հնարավորություն ունեն նաև ռազմական կրթության մեջ հմտանալու, այս ոլորտում մասնագիտանալու, այսինքն սա եթե անգամ պատանիները որոշում չընդունեն դառնալու ակադեմիայի սան, սա հետագայում նրանց ժամկետային ծառայության համար, կյանքի տարբեր բարդությունների համար էական կարևորություն եւ նշանակություն ունի, որովհետեւ վրանային ճամբարները, արշավները, կրակային պատրաստությունը, քարտեզագրությունը, տեղանքում կողմնորոշվելը, սրանք հմտություններ են, որոնք անհրաժեշտ են մարդուն կյանքի տարբեր ոլորտներում եւ ոչ միայն ռազմական, բայց իհարկե մեր խնդիրն է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը իր բոլոր սաներին հնարավորություն ունենա գործուղել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա կամ աշխարհի լավագույն ռազմաուսումնական հաստատություններ, որպեսզի հետագայում նրանք համալրեն մեր բանակի շարքերը։